նշանակություն ունի այս մեր կապը, քննարկումը այս հարցերի վերաբերյալ եւ վերջապես խիստ ուշադրություն դարձնելը ոչ միայն հանրային հասարակության իմաստով, նաեւ զգուշացնելու նաեւ մեր պետական այրերին հասկանալու համար խորը դատելու, որ իսկապես մենք շատ վտանգավոր շատ դեպքերում արարքներ ենք թույլ տալիս, որոնց համար հարկավոր է պատասխան տալ վերջին հաշվով եւ այդ ուղղությամբ կոնկրետ գործնական քայլեր անել, գոնե շտկել իրավիճակը։ Իսկապես այդ ուղղությամբ ասեմ արդեն այստեղ մեր Մարնեն ասեց, թե ինչ կերպ ենք գնացել ենք նախարարություն, բողոքել ենք այս հարցերի հետ կապված, բայց ցավալի փաստ է, քիչ առաջ Հարությունիչը նույնպես նշեց, որ շարունակվում է այդ նման, այսինքն ցուցադրությունները եւ ոչ մի փոփոխություն չկա։ Զարմանում եմ ուղղակի, ես էլ ուսանողներին տարել եմ հաղպատ սանահին դիպլոմների հանձնարարություն եւ մեր պատմաբան ուսանողներն են ինձ մատնացույց արել, ես մինչ այդ ասեցի, որ մինչեւ այդ մենք գնացել ենք այդ հուշարձանների հետ կապված, խոստացել են, որ անեն, բայց ցավալի փաստ եւ մարդիկ տեսնելուց հետո զարմացել են իսկապես, որ ոչ մի փոփոխություն չկա, ոչ մի փոփոխություն, ոչ մի քայլ գործնական այս ուղղությամբ չի արվում եւ արդեն քիչ առաջ պատճառաբանվեց, թե ինչու եւ ցավալի է, որ սա կարծես իրոք ադրբեջանցիների կամ ասեմ վրացիների քաղաքականության շարունակությունը փոխանակ կանխենք դրանք, վերացնենք, մենք թույլ ենք տալիս։ Այս իմաստով ես պետք է ասեմ, որ նույնիսկ ոչ միայն մշակույթի նախարարությունը, նույնիսկ անվտանգության մարմիններն էլ պետք է զբաղվեն այս հարցում, ինչու ոչ, որտեղ վերջին հաշվով անվտանգության խնդիրը, պետական կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթերի ներկայացման խնդիրներ, որոնք խիստ մտահոգիչ են եւ շատ կարևոր։ Քիչ առաջ խոսվեց ադրբեջանական կերտարարության մասին, իհարկե այդ կերտարարությունը ամենուրեք եւ այսօր Փառք Աստծո հասնում ենք այստեղ Բաբկեն Հարությունյանն է եւ մեր գիտությունների ակադեմիան կան մարդիկ, որոնք համատեղ ուժերով այս ուղղությամբ հակարված տրվում են, բայց դա քիչ է, պետք է նախաձեռնող լինենք մենք եւ այս ուղղությամբ կոնկրետ գործենք։ Իսկ մենք իրականության մեջ տեսնում ենք հակառակ պատկեր եւ քիչ չի նաեւ վրացական կերտարարությունը, ոչ պակաս։ Դրա համար ընդհանուր ճակատ է պետք ստեղծել այս ուղղությամբ եւ կոնկրետ գործնական քայլեր անել, իսկ գործնական քայլ, եթե մենք ենք մեր թույլ տալիս մեր պատմությունը կերտելու, օտարը բնական է ել ավելի կօգտվի դրանց։ Պատահական չի, որ այսօր էլ ադրբեջանցի կամ վրացի հեղինակները օգտագործում են մեր նախկին պատմաբաններից մեջբերումներ, որոնք ժամանակի ընթացքում թույլ են տվել այդ սխալները եւ դրանք օգտագործում են։ Նման սխալներ մենք նորից շարունակում ենք։ Դրա համար այս ուղղությամբ իմ կարծիքով անհրաժեշտ է նախ ոչ միայն հետազոտական ուղղությամբ աշխատանքներ, այդ ուղղությամբ Փառք Աստծո կոորդինացիա կարգեն, որոշակի աշխատանքներ արվում են, բայց ոչ երևս բավարար, պետք է խիստ ուղղությամբ այս ուղղությամբ հետևողական աշխատանք տարվի, դրել միասին պրակտիկ գործերով։ Այս պրակտիկ եւ սրա համար վերջապես պետք է մեկը պատասխան տա, կոնկրետ հետևողական լինենք այս հարցում։ Իսկ ամբողջ հասարակության համար է սա, ամբողջ ոչ միայն 1-2 հոգ, այլ բոլորս համատեղ պետք է մեր շրջապատում ուշադիր լինենք նման հանգամանքներ թույլ չտալու համար իսկապես։ Շնորհակալություն պարոն Մինասյան, ես ուղղակի կցանկանայի ասել, որ 3 տարի այս ինֆորմացիան զբոսաշրջիկները կարդացել են, ամեն մեկը կենթանի գովազդի միավոր է, գալով Հայաստան բացահայտել են, որ այստեղ ժամանակին հնարավոր է, որ ուրեմն եղել է, եթե մեր պետությունը թույլ է տվել Ադրբեջանի թագավորություն ասած հասկացողությունը, եւ կարծում եմ սրա տրամաբանական շղթան այն է, որ այսօր Լոնդոնում թանգարանում ցուցադրված մեծ հսկայական սրահում ամբողջ հայկական լեռնաշխարհը եւ ուրարտական մշակույթը ներկայացված է որպես հնագույն Թուրքիայի մշակույթ Քրիստոսից առաջ 10,000 տարի։ Ուրեմն այդտեղ եղել է հնագույն Թուրքիայի ուրեմն տարածքները եւ հսկայական մի քարտեզ է, որտեղ Տրոյան, Իստանբուլը եւ Անկարան նույն ժամանակահատվածում քարտեզի վրա են։ Այսպես են նրանք իշա իրենց պետության ցանկացած գնով, խափելով, բայց մենք լինելով այդպիսի իսկապես այդ արժեքների սեփականատերերը
ոնց է պատահում, որ մենք մեր տեղեկատվական դաշտում տանուլ ենք տալիս։ Եվ բնականաբար այս միջոցառումը հակված է այն բանի, որ ոչ միայն արձանագրենք եւ ասենք այսուհետ ինչ պետք է անենք, այլ այն, որ ինչ որ արված է, դրա համար պետք է մարդիկ կրեն պատիժ։ Այն, որ իմ պետությանը ամերիկացիները այդպես հեգնել են եւ իմ պետության մասնագետներին անվանել են անգրագետներ, այն, որ իրենք թույլ են տվել Ադրբեջանի թագավորություն այստեղ, որովհետեւ եւ լրագրողը եղել արհերոստատեսությունից, որտեղ ամերիկյան կազմակերպության ղեկավարը ասել է, որ այնպես ինչպես թուրքերը չեն ընդունում ցեղասպանությունը, այնպես էլ դուք եք համառում եւ չեք ընդունում այն փաստը, որ այստեղ իսկապես եղել է Ադրբեջանի թագավորություն։ Սա նրանց գործելակերպն է, ուրեմն պետք է իսկապես ինտեգրվել մեր մասնագետները, թե այստեղ եւ թե Սփյուռքի մեր ներկայացուցիչները, որպեսզի կարողանան մաքրել այդ տեղեկատվական կեղծարարությունները, որ կան այսօր մեր դաշտում։ Հիմա ուրեմն մեր ակումբի հիմնական նպատակն է կոնստրուկտիվ առաջարկներ անել իրավիճակը շտկելու։ Կարող ենք փաստեր բերել շատ ու շատ։ Հիմա ես ուզում եմ մի կոնստրուկտիվ առաջարկություն անել մշակույթի նախարարությանը։ Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մշակույթի նախարարությունը քրեական գործ հարուցի ԱՄԱՊ կազմակերպության դեմ հակահայկական գործունեություն ծավալելու համար։ Այո։ Տանք նրանց խոսեն նոր, հա, պարոն Այվազյան, դուք կամփոփեք, այո, երկու ասեմ, որովհետև մեր քննարկումը ճիշտ ուղղությամբ չի գնում։ Ինֆորմացիաները, որտեղ այստեղ հայտարարվում են, ասում են ճիշտ ուղղությամբ չէ։ Հասկանալի է։ Այսինքն մենք իրոք քննադատությունը անենք այնտեղ, որ իրոք պատասխանատու են, իսկ այն աշխատանքները, որ կատարվել են, արձանագրել։ Այո։ Ես այդ մասին Այո, շնորհակալ եմ։ Գերմանիա հայ համայնքի ղեկավար Ազատ Օրդուխանյան, համեցեք։ Բարի երեկո ձեզ։ Ես կներկայանամ շատ մանայոց հետ ասկանացել։ Հայ համայնքն ասկան հարաբեր։ Դա մեզ համար իրավիճակը շատ հստակ է, ծառայություն է տեղի ունեցել, իսկ այս ծառայությունը տեղի ունենում Հայաստանում եւ Գերմանիայում եւ Ամերիկայում եւ Թուրքիայում։ Զարմանալի նաեւ որ Հայաստանում մենք մասնակցել ես այդ ակնածանքով եմ պարոն Հարությունյանի ամեն դերատարի օլիներ կտար ունենք մասնակցել դրա վճարել ավիվասել իրականացրել է մշակույթի նախարարությունը հստակ է որ ֆակտում է դերքնել իմ հարցը հետևյալն է ինչով կարող ենք մենք որպես ամայ Թուրքի մի օղակ տակար լինել իրավիճակ փոխելու համար ուզենայի այդ առաջարկություն անեիք մեզ ինչով կարող ենք մենք դրսից տեղից տակար փոխել համար որովհետև մեզ մոտ են ծառայություն փորձում ենք մեր ուժերով եւ ծառայությունների դեպքեր այդ ապտել Կարծում եմ, որ Հայաստանի հասարակության հարցն է առաջին, եթե ուժերը չեն հետում, պիտի դիմվի ստին և ուտե իր հավորությունների սահմանություն օգտակար լինի հարց փոխում։ Մասնակետը կա Հայաստան, դրամը Հայաստանից տրվել, ինչու պիտի ամերիկայցյան այդ քանակը սահմանակի ապշեն մասնակետը Հայաստանում չկա։ Իմ է, կանալի է Roş vardır, dersit, fikirler mi? Ortaçı, hastaya getir, istikametsel. Բայց կարծում որ դուք պիտի այդտեղ հարցը բարձրացնեք, եթե հարցի իջանի մենք պատրաստ Շնորհակալ եմ պարոն Օրդուխանյան, այո Ես ուղղակի մի բան ասեմ ձեզ, որ բնականաբար ես շեշտել ենք եւ մենք համաձայն ենք այդ տեսակետին, որ Հայաստանը հայերինն է, ուրեմն մեր գործունեությունը պետք է մեր համախմբվածության մեջ երևա եւ այդքանով մեր միջոցառումները, որ անցկացվում են, մենք հետո գրում ենք եզրակացությունները բոլորի առաջարկներով եւ համախմբված ձևով
մեր հայկական գաղթօջախների մասնագետների հետ համատեղ մենք մեր եզրակացությունը ուղղորդում ենք համապատասխան գերատեսչությանը։ Այսպիսով ես կցանկանայի համեցեք պարոն Նահատակյան։ Ես կարծում եմ վիճակը ավելի քան բարդ է եւ պետք է մենք արձանագրենք հիմնական օրինաչափություն, ինչու է այսպես։ Աշխարհում տեղի ունենում քաղաքակրթական պատերազմ եւ Հայաստանը ներկայացված այդ պատերազմի մեջ կան մարտահրավերներ, մենք դեռ չենք էլ արձանագրել, թե ինչ են ուզում թշնամիները կամ ովքեր են թշնամիները։ Պետք է հստակ կոնցեպտուալ մի ինչ-որ մարմին ստեղծել հայեցակարգային, որը տիրապետի ամբողջ դաշտին, գիտական, քաղաքական, Հայաստանում նման մարմին չկա։ Եթե չկա կոնցեպտուալ իշխանություն, բնականաբար ցանկացած թշնամի կարող է թափանցել տարածք, տեղեկատվական մշակութային տարածք եւ յուրացնել քո քաղաքակրթությունը։ Պիտի շտկումներ անել, գիտական, արմատական շտկումներ պետք է անել, կոնցեպտուալ։ Այսօր մենք խոսում ենք վրացական պետության մասին, բայց հայտնի է, որ դա այդպիսի պետություն չկա, կա հայ գահակալների վրացական պետություն, օրինակ, եւ այլն եւ այլն։ Այսինքն խնդիրներ կա, որոնք մենք չենք մեջտեղ բերում։ Դա վրացական աղբյուրներն են հիշատակում, պարոն ակադեմիկոսի ասած Լեոնտի Բավերը եւ մյուսը։ Այսինքն մենք պետք է ճիշտ ուղղորդված համակարգված գործենք, մենք համակարգված չենք գործում։ Այնուհետև իշխանական կառույցները բոլորովին կապ չկա փորձագիտական շրջանակների հետ, հայտարարություն, այդպես չեն աշխատում։ Բոլոր երկրներում, նաև Վրաստանում եւ Ադրբեջանում հրաշալի կապ կա փորձագիտական շրջանակների, գիտական շրջանակների եւ պետական կառույցների միջեւ։ Նույնիսկ վրացիները, ադրբեջանցիները վարձում են եվրոպական, ամերիկացի գիտնականներ, հրաշալի զինված շատ լավ գիտնականներ եւ օգտագործում են մեր դերը։ Ով պետք է այդ խնդիրները արծարծի, ով պետք է լուծի վերջապես Չարաբաստի քաղաքեդոնական հայերի խնդիրը, ով պետք է լուծի մահմեդական հայերի մեր քաղաքացիական մի մասը լինելու խնդիրը, ով պետք է լուծի հայ-առաքելական եկեղեցու աղավաղված գաղափարաբանության խնդիրները, որ քաղաքակրթական մեծ արժեք ունի, եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք պիտի շատ կոորդինացված, շատ համակարգված գործենք, մեր իշխանությունների հետ ներդաշնակված, գիտություն եւ իշխանություն եւ կարող ենք հասնել հաջողության։ Հայոց քաղաքակրթությունը վտանգված է, պարոնեք։ Շնորհակալություն։ Արաբական Էմիրություններ, Հրաչյա Գասահակյան։ Հրաչ Գասահակյան, Արաբական Էմիրություններ։ Համեցեք։ Միկրոֆոնի մոտիկ խնդրում եմ։ Ձայնը չի լսվում։ Չի լսվում ձեր ձայնը։ Լավ, մինչև Արաբական Էմիրությունները կկարգավորի ձայնը Վրաստան, Յուրա Մկրտումյանց, կապի մեջ է։ Բարև ձեզ։ Բարև։ Как слышно меня, нормально? Нормально, Юраджан, только конкретно скажите решение. Да, о конкретном решении я буду говорить. Все остальное, о чем говорили наши уважаемые, значит, члены конференции, это решается все намного проще. Просто надо читать источники исторические свои и источники исторические наших оппонентов политических. На этом уровне все очень хорошо в Армении, все очень легко решается. Сейчас проблема о конкретике. Когда идет против нас пропаганда, мы можем отвечать только двумя способами. Первый способ – это контрпропаганда. И второй способ – это политический лобби. Я думаю, что надо конкретные эти факты, о которых вы сейчас говорите, снять их и далее дать распространение вот всем этим активным фактам, которые существуют со стороны, значит, структур в Армении. Устроить им обструкцию. Понимаете? И когда будет разговор идти о снятии из должности министра культуры, я вас уверяю, все эти таблички очень быстро снимутся. А если будете ждать, когда у них проснется совесть,
я вас уверяю, совесть у них никогда не проснется. Потому что если вы будете слышать, что они приезжают и говорят здесь, в Тифлисе, ну это вообще вам станет плохо просто. Это люди без совести и никакого макардака вообще не... Понимаете? На самом деле, как говорил этот немецкий политический деятель, когда идет спор о великих идеях, приглядитесь, не спорить для куске бифштекса. На самом деле, все споры о куске бифштекса, понимаете? Просто надо сделать так, чтобы невыгодно было этим людям кушать этот бифштекс. Сейчас вторая сторона этого вопроса. Мы говорим, что вот армяне создали такую великую культуру, а как сейчас армянский крестьянин все там коров. Вы знаете, эту культуру не крестьяне создавали. Эту культуру создавали люди уровня Наура и выше. Это люди, которые были князьями, это цари были. Это были выдающиеся. На сегодняшний день в Армении эта система традиционная разгромлена. Ее не существует. Как только эта система в Армении будет восстановлена, этому крестьянину не дадут возможность повести и там пасти корову. А до этого крестьянин будет там пасти корову. И не крестьянина вина в этом, а вина в этом в том, что не существует армянского княжества. Или тех благородных людей, которые понимают это. Вот те, которые остались, эти благородные люди, нам надо делать конкретные вещи, конкретные шаги. Я опять говорю, вот с господином Атакяном определенные какие-то вещи мы делаем. Он может вам рассказать, насколько это действует. Да. Спасибо, спасибо. Да, пожалуйста. Спасибо. Շնորհակալություն, Յուրա, Ամերիկա, Ռուբեն Գասպարյան, Կալիֆորնիա, Ռուբեն Գասպարյանը կապի մեջ է։ Այո, լսում ենք։ Նախ ողջունում եմ ձեզ բոլորին, այմիկ հեռուստաընկերությանը, իմ բոլոր ընկերներին, մակերպիչներին, գլխավոր Մարինե Ֆարազյանին եւ բոլոր երկրներում նվող բոլոր մասնագետներին, Քիչ առաջ որ լսում եք, այսպես լավ չէի լսում, դուք լավ լսում եք դեռ Մի քիչ ընդհատվում է ձայնը, բայց եթե դանդաղ խոսեք, լսվի։ Մարինե ջան, կրկվում էր, համարում եմ բանալ, ինձ լավ գալիս ձեզ։ Մի քիչ կտրտվելով է գալիս ձայնը, կտրտվելով։ Որպեսի կարող լավ է, որպեսի բոլորին մատչելի լինի, պազ լինի։ Ես ուզում եմ ձեզ ներկայացնեմ, իմ կողքին նստած եմ, հոգով մեծ բարեգործ, բարերար, 25 տարի Ինտելվիս Մադալյանը օգնում է թե երկրաշարժին, թե պատերազմում, թե մինչև օրս մեր բոլոր անմխիտար գտնվող այն մարդկանց և հիմա են այս գեղեցիկ սենյակը տրամադրել եմ ես այն միտ հեռուստաընկերությանը, որտեղ ուզում ենք այստեղ հրավիրել կոնգրեսմեններ գեղեցիկ ձևով ներկայացնելու ամբողջ աշխարհին։ Եվ հենց հիմա է Էլվիս Մադալյանը, որ տածի կողքից այն միտ ակումբին տրամադրում է $1000։ Իսկ ինչ վերաբերվում է այս քննարկման, քանի որ մենք տեսակ այդտեղ տեսագրություն կա, ամեն դեպքում ինչ կորոշեք, մենք ձեզ հետ համաձայն ենք։ Այսքանը։ Շատ շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ Ռուբեն Գասպարյան։ Եվ միակ ցույց տվեք երկրները ես, հա, Լիբանան։ Բարև։ Դուք որից է բան ուզում եք ասել։ Միկրոֆոնը մեծ։ Պարոն Մադաթյան, դուք որից է բան կցանկանայիք արտահայտվել Ամերիկա։ Շատ շնորհակալ եմ։
Մենք տրահեցինք դուք ինչ եք ասում, որտեղ ձայնը կտրտված եկավ։ Ես նույնպես համամետ Ռուբեն Դասպանյանին է, և ես իրա կողքին եք պատրաստ եմ ձեխատվացեմ մեկացական և աղցելով, պես իշտ և գտնեմ ձեխով։ Շատ շնորհակալ եմ պարոն Մադացյան։ Լիբանան, Վարդան Թաշյան, համեցեք, պարոն Թաշյան կխնդրեմ ներկայացնեիք, հա, ես հիմա իմ ձեռքիս տակ ձեր եմ։ Բարև բոլորին, Վարդան Թաշյան, Բեյրութեն, Լիբանան, բարի չեմ դպրոցական հայագիտության զարգացման գրասենյակին, չեմ գիտեր եթե ձայնս հստակ կլսվի։ Ձեր ձայնը հստակ գալիս է։ Բարի, ինձ համար նախ շնորհակալություն հրավերին համար, մեծ բադիվ է խոսիլ այսպիսի լսարանի առջև։ Քարահունջի մասին մեկ հստակ առաջարկ ունիմ մեր Ագատենիային կառավարության, որ հաստատվի հատուկ հիմնադրամ, Քարահունջ հիմնադրամ, որպեսզի մեր ազգային այս ժառանգության կարևոր մասը, ուրեմն ֆինանսավորվին հետազոտություններ Քարահունջի մասին, գիտական հոդվածներ կարելի է հրատարակել միջազգային մամուլի մեջ և հարմարությունները ստեղծվին օտար գիտնականներում, որպեսզի կարողանան Քարահունջ երկար ժամանակով մնան այնտեղ, ուսումնասիրեն Քարահունջը և իրենց ուսումնասիրությունները դարածեն միջազգային մամուլի մեջ։ Քարահունջը այն հարստությունն է, որ համապատասխան շրջանակներու մեջ շատ հստակորեն և գեղեցկորեն կրնա ցույց տալ Հայաստանի տեղը աշխարհի քարտեզին վրա։ Մենք պետք է այս հարստությունը ըստ արժանվույն գնահատենք և ծանոթացնենք աշխարհին։ Ես կհետևեմ հայաստանյան իրադարձության հաճախ իմ կարծիքով անիմաստ միջոցներ, տրամական միջոցներ ծախսվին շատ կարճաժամկետ նպատակներ հետապնդող միջոցառումներով և ծրագրերով վրա, եթե պետք է խնայել և առաջնահերթություններուն ավելի կարևորություն տալ։ Ասի իմ առաջարկս է արգելի ակադեմականներուն և կառավարության ներկայացուցիչներ։ Երկրորդ, կկարծեմ, որ Հայաստանի մեջ եկեղեցական գործը պետք է արդեն մոտեցում ցուցաբերվի, այլևս չեմ կարծել, որ մենք կրնանք ինչ-որ շատ մեծ բան ավելցնել միջկատարյան վարպետներուն, ջարդարավետներուն, ուրեմն վարպետության վրա, եթե Հայաստանի մեջ եկեղեցիներու գարիք կա, ապա այսօրվա պայմաններում համեմատ իմ կարծիքովս ավելի ճիշտ է փոքրածախս ուրեմն կառույցները ստեղծել գոհացնելու համար մարդոց կրոնական գարիքները, իսկ եթե հավելյալ եկեղեցիներու պետք չի գա, այս շքեղությունները իմ կարծիքովս դեղին չեն և եկեղեցական իշխանությունները, վեհապար հայրապետը և եպիսկոպոսները, առաջնորդները պետք է մարդիկը ուղեն արդեն իսկ գոյություն ունեցող եկեղեցիներու բարեկարգման գործին անշուշտ բավականելով բոլոր կանոնները, իսկ եթե բարեկարգման գարիք չկա, թող այդ եկեղեցիներու կողքին ստեղծեն մշակութային կետրոններ, որ երեխաները կրնան ուսումնասիրել եկեղեցական գրականությունը, նկարչություն, երաժշտություն և այլն։ Այսօր ես կարծեմ սրահները, համեստ սրահները հերիք են հոգալու համար մարդոց հոգեկան պահանջները և թող այդ համահունչ մեր այսօր տնտեսական հնարավորություն։ Մեր եկեղեցիները ամենաշատը կանգնած են մեր կարգավորություններով ամենափայլուն գացություններում մեջ։ Ես կարծում եմ մենք դակավին շատ էներգիկ ունի Հայաստանի մեջ հասնելու համար այնպիսի իրավիճակի, որ կարելի է
հնարավորություններ ներդնել այսպիսի գործ։ Պարզապես հավանաբար պետք է բարերարներ որտվին իրենց բացատրելի այսօրվա բաժները, այսօր թելատրանքները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Թաշյան։ Ահա։ Ձեզ ներկայաս դուք մշակույթի նախարարության, այո, թե որպես մշակույթի նախարարության կողակի։ Այո։ Նախարարության բաժնեվարիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ։ Իսկ սկզբանե պիտի ասեմ, որ այս քննարկումը, որը սկսվեց, անպատրաստ է իմ կարծիքով, հիմա կասեմ։ Ուղղությունը, որ մենք քննարկում ենք, սա կկարծեք, թե ուղղված է հուշարձանների վահանակների անճշտություններին, բայց մենք ուրիշ խնդիրների մասին ենք խոսում։ Ուզում եմ փաստել, մեկը միշտ թե մամուլի աշխատակիցներին, թե մեր հարգարժան ներկաներին, թե սպորտ ընկերներին, մշակույթի նախարարությունը երբեք այս ծրագիրը իրականացնողը չէ, ֆինանսավորում չի տրամադրել։ Կատարել է ճանաչենք հայկական հուշարձաններ, հասարակական կազմակերպությունը, որի ֆինանսավորողներն են եղել սիրելի բարեկամներ, Վիվասել գլխավորը, Վիվասել MTS-ը, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտո, Ամերիկայի Միացյալ Նահանգների ուսայիտ կապսը, ղեկավար Ղազարյան, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը։ Այս 3 կետերից է սնվել է կազմակերպությունը և տեղադրել է 3 տարվա մեջ 2008-10 թվականներին Հայաստանի տարածքում հուշարձանների, բնության հուշարձանների տարածքում տեղադրել է 175 այսպիսի տեղավայրում տեղադրել է 325 տեղատվական վահանակներ, 350 ճանապարհային ցուցանակներ, 35 բրագային վահանակներ և 129 նշաններ, որոնցից 116-ը միայն 2010 թվականին են տեղադրվել։ Այստեղ վահանակների անճշտությունների մասին ես պետք է ասեմ շատ մեղմ ասվեց, շատ մեղմ է ասվել, ուղղակի տեխնիկական վիճակների մասին, չգիտեմ, այս ճաքելը եւ այլ դիզայնի մասին։ Ոչ, սա երկրորդականն է, այդտեղ ես փորձակնություն եմ արել 2011 թվականի փետրվարին մշակույթի նախարարության հանձնարարությամբ հենց Տիկին Արևիկ Սամվելյանի գրության հիման վրա փետրվարի 8-ին մինչև ձեր հարգարժան պրոֆեսորներ, ակադեմիկների հանդիպումը մշակույթի նախարարի հետ, այնպես որ ասել մշակույթի նախարարությունը այս անճշտությունները, մամուլի միազդիտողությունների վերաբերյալ ոչինչ չի արել, ճիշտ չէ, սիրելի բարեկամներ, ասել մշակույթի նախարարության հանձնարարությամբ դատարեցվել են, արգելվել են 10 թվականից հետո որևէ մեկ հուշարձանի տարածքում վահանակներ տեղադրել են։ Ավելին, այս հասարակական կազմակերպությունը դեմել է կառավարություն, որպեսզի արդեն այս սնուցող կազմակերպությունները միջոցներ չեն տրամադրում, որպեսզի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումը ստանա և շարունակի այդ աշխատանքները։ Ձեր դիտողությունների հիման վրա իմ կատարած փորձակնության 64 էջից կազմված փորձակնություն եմ ներկայացրել յուրաքանչյուր վահանակի վերաբերյալ կետ առ կետ, դրան մի 10-15 հուշարձանին է վերաբերի, ոչ ամբողջական։ Ֆինանսավորումը մերժել է մշակույթի նախարարությանը կառավարությունը ներկայացնելով իր առաջարկությունը։ Այսպիսով աշխատանքները չեն կատարվել։ Պարտադրվել է, որպեսզի այդ կազմակերպությունը վերատեղադրի փոխի վերաշարադրի այլ վահանակները։ Ֆինանսավորումներ չունենալու պատճառով չի արել։ Մշակույթի նախարարությունը փորձել է նրանց կատարած աշխատանքը սրբագրի, ինքը կատարի, որ դուք ասում եք չի կատարել, դուք փորձել եք ինքը կատարել։ Միջնաժամկետային ծրագրով ներկայացել է 6 միլիոն առաջին անգամ, որպեսզի ֆինանսավորում ստանա բյուջեից, դա կատարի, ինչպես դուք ասացիք, հուշարձանների այս մեկ վահանակի արժեքը գրել, խմբագրել, թարգմանել, արժի մոտարապես 250,000 դրամ։ Այդ ազատ միջոցները չունի նաև մշակույթի նախարարությունը, բայց այսօր էլ միջոցներ են փնտրում արտաբյուջետային կամ ստանալու կառավարությունից բյուջեից այս խնդիրը լուծելու համար։ Եկեք ճիշտ հասցեին մենք կարողանանք խնդիրները ճիշտ մոտեցում տալ եւ լուծման խնդիրները գտնենք։ Հիմա ձեզ ասեմ, այդ չարաբաստիկ մշտապես ասում ենք, իրոք շատ վատ միտումնավոր քաղաքականություն կա այդ վահանակների մեջ։ Ես ասացի,
դրանից բացի ասք թերթում հրապարակել են մեկ էջիցավալով հետևյալը ասեմ կարող եք նայել առավոտում մայիսի 27-ին ամենաթողությունից մինչև գիտական անգրագիտություն պետք է ասել մեր հանրապետության գրեթե բոլոր բնակավարներում չինովնիկական, դոչեգիրան պետական, հասարակական, քաղաքական, կուսակցական մարմիններում, այդ թվում գիտական շրջանակներում ուղղակի համատարած է միջակայությունը, խեղդում է մեր բոլորին։ Այս նույն աղավաղումների մասին գիտական զեկուցում են ունեցել Պաշտպանության նախարարության կազմակերպած գիտաժողովում։ Ավելին պետք է ասեմ, ընդամենը 10-15 օր առաջ վերստին իմ կողմից Պաշտպանական անձնական ստորագրության նամակ եմ ուղարկել մշակույթի նախարարության, որ այս խնդիրները վերջ-վերջով լուծում ստանան։ Հիմա անդրադառնում այն վահանակների հեղինակներն ովքեր են հաստատել այդ տեքստերը։ Որոնց մենք խոսում ենք սրա մասին, բայց չգիտենք, բայց պետք է աչքաբաց լինել նայել այդ վահանակների տակը պարզ հստակ գրված է, սիրելի բարեկամներ, ասում եմ Հաղպատ, Դիլիջան, Քոբայ, Գոշավան, Ախտալա, Սանահի, ովքեր են խմբագրել կամ տեքստերը ըստ հայկական սովետական հանրագիտարանի և քրիստոնյա Հայաստանի հանրագիտարանի, որտեղ տեղադրված են եղել մեր ճանաչված ճարտարապետ Մուրադ Հասարակյանի հոդվածները։ Այդ հոդվածներից օգտվել են մի շիլլա շփոթ են սարքել, ով է դա արել, չգիտենք։ Պետք է այստեղ հրավիրել նրա կամպանիան այդ ճանաչենք չեն մեր ներողություն խմբագրումները կատարել են Իկոմոս Հայաստան հասարակական կազմակերպությունը, Օրդյան Անահիտ, ճանաչում եք գիտական շրջաններում, Դիվանատուն Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի, տեքստերի հաստատումը, Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի, Սիրելի բարեկամներ, հասցեատեր ասեք, իրոք այդպիսի աղավաղումներով մեր Մայր Աթորը տեքստեր է հաստատում։ Մշակույթի նախարարության մեղքի իրոք կա, այն է եղել, որ առանց վերացուցիչ փորձաքննության կամ տեքստերը ստուգելու բանավոր հանձնարարություն է տվել։ Մինչև այժմ եղած, որ դուք ասում եք պայմանագիր կա այս կազմակերպության միջև, այսպիսի պայմանագիր գոյություն չի եղել։ Նամակը ունեմ նախարարի, մեզ գրված, որ մենք պարոն Հարությունյանի եւ Մինասյանի հետ եղանք եւ նա ասաց դադարեցնել պայմանագիրը։ Այս դիտողություններից բանից հետո նոր, որպեսզի կանոնավորեն այս խնդիրը, համաձայնագիր են պատրաստել երկու մշակույթի նախարարության եւ այս կազմակերպության միջև, որպեսզի կանոնակարգվի։ Սակայն համաձայնագիրը չի ստորագրվել նրանց ֆինանսավորում չունենալու եւ աղավաղումները շարունակելու համար։ Այս է պատճառը եւ այսօր էլ մշակույթի նախարարությունը իրոք միջոցներ է փնտրում, որպեսզի այս հնարավորինս կարողանա սա կարգավորել։ Նույնը այն մյուս տեքստերը, որոնք որ կան, Սախածխարը, Արենիը, Գորիսը, Որոդնավանքը եւ այլն, հասցեատերեր ունեն, որոնք հիմա հաստատումը, տեսեք, համաձայն մեր գործընկերների եւ խմբագրողների հետ ունեցած պայմանագրի։ Մշակույթի նախարարությունը նորից եմ կրկնում, ոչ մի նշանակման չունի սրա հետ։ Մշակույթի նախարարության հանձնարարության, որ ասում են ոչինչ չի փոխվել, հանված են հետևյալ հուշարձաններից, Քոբայից, Գառնից, Նորավանքի կիրճից, Սելիմի Քարավանատուն, Ուրգյուրից, Թանադեր Վան, Գլազովի համալսարան, Օրբելյանների տապանատուն, Զորաց Զեգերեցի, Զորացքարեր եւ այլն։ Սրանք հանված են, տեղում չկան, այդ թվում նաեւ Հաղպատը, որը եկեղեցու տարածքում է եղել, գործող եկեղեցու։ Ընդամենը մեկ շաբաթ 10 օր առաջ են հանել։ Եկեք ճիշտ մոտենանք, կարողանանք խնդիրներին մոտեցում տանել։ Մենք նախապատրաստվել ենք իհարկե, իմացել եմ, որ այս հարցը պետք է բարձրացնել, դրա համար մեկ շաբաթ առաջ հանել են, բայց 3 տարի թե ինչ վնասներ է դա տվել մեր պետությանը, դա պարզ է։ Համաձայն եմ ձեզ հետ, իսկ ինչի մենք խոսք չենք ուզում Մայր Աթորին, որ տեքստ այսպիսի անգրագետ տեքստ է։ Ես դիմել եմ Մայր Աթորին, Մայր Աթորից պաշտոնական պատասխան է եկել, որ գործող եկեղեցիներին է Մայր Աթորը տեքստեր տվել, իսկ չգործող եկեղեցիները ոչ։ Գոշավանքը գործող չէ։ Հաղպատը գործող չէ։ Հաղպատի այդ ադրբեջանական թագավորության հատուկ պարոն Այվազյան։ Ես ձեզ ասում պաշտոնական, որոնք այս տեքստերը սրանց հիման վրա են, այս բոլորը գրված է, ասացի, հաստատումը Մայր Աթորի
Ինչի՞ չեք հավատում դուք ուրիշին եք հավատում։ Չէ, ուրիշը չի, մեր էջմիածինն է, դա ուրիշը չեք գնացել, մենք Ադրբեջանին չենք դիմել։ Բնականաբար այսպես մշակույթը ասում է նա է արել, նա ասում է նա է արել։ Հիմա սա մեր պարտականությունը չի։ Դատի տվեք բանջեք ով է արել։ Դե դեմ ասում, տեսեք ինչքան մարդիկ իրանք ժամանակը տրամադրել են։ Այո, Պանով Պապյան, այո, համեցեք։ Ես պարզապես մի հարց ունեմ կապված, գիտեք, որևէ քաղաքակիրթ երկրում անգամ սեփական բակումդ չես կարող տեղադրել ինչ որ ուզում ես եւ կառուցել որևէ բան։ Հիմա ում վերահսկողության տակ է գտնվում այս ուշարձանները, արդյոք դա մշակույթի նախարարության առաջինը։ Ուրեմն կամ մշակույթի նախարարությունը թերացել է վերահսկման իր գործառույթի մեջ։ Այո, վերացել է։ Դե ուրեմն մշակույթի նախարարությունն էլ պիտի դատի տա եւ ոչ թե բյուջեից պիտի փող հայթայթի։ Այդ կազմակերպությանը պիտի դատի տա, իրանք հայթայթեն եւ գան, եթե չեն կարող, то գնան նստեն բանտ։ Որտեղ այս գրանտը որ տվել են, այսինքն ինչ է ստացվում։ Ամեն մի հասարակական կազմակերպություն կարող է փող կպցնի եւ բերի ինչ ուզի գրի, տանի տեղադրի եւ մշակույթի նախարարությունը արդեն post factum է տեղյակ լինում դրա մասին, ծեր չի լինի։ Մշակույթի նախարարությունը թող վերահսկի չգործողների ով է մեղավոր գրել ուրիշ է։ Եթե դուք կանխեիք նրանք չտեղադրեին, այսօր 3 տարի տարբեր մարդիկ չեն գա եւ չեն կարդա եւ վստահ եղեք, անգամ հանելուց հետո դա մնալու է ինտերնետի մեջ եւ տարիներ եւ տասնամյակներ մեր աչքն են դա կողելու, ասել են սա է, ձեր գրածն է։ Ինչպես այսօր հանում են Ստալինի ժամանակ գրած գրքերը, որ պարտադրանքի տակ շատ բաներ գրվել է եւ մեր աշխարհը։ Սրա մասին այո ճիշտ է, ասեցին մշակույթի նախարարության մեղքաստեր չեմ նվազեցնում։ Պարոն Նահատակյան, մի րոպե ներողություն, համեցեք։ Մի ցավալի խնդրի մասին ես արդեն խոսեցի, քաղաքեդոնական հայերի։ Ցավոք սրտի դա մեր գիտական աշխարհը չի կարողանում այդ հիմնադրույթը մշակել, որ դա հայկական մշակույթի քաղաքականության ատրիբուտ է, եւ վրացիները շատ մեծ հաջողությամբ թափանցում են լորի, աղթալա, քոբայր, խուճապի վանք, ներկայացնում են ֆիլմեր, որպես վրացական հուշարձաններ, մեր անվտանգության մարմինները, մեր մշակույթի նախարարություն, ազգային անվտանգությունը, ոստիկանությունը ոչ մի միջոցներ ձեռք չի առնում, չի բռնում նրանց ձեռքը, մինչդեռ նույն Վրաստանում շատ մեծ ակնածանք կա, շատ պետական մոտեցում կա, ստրատեգիկ մտածողություն կա եւ այնտեղ չես կարող որևիցե նույնիսկ հայկական հուշարձան նրան ուսումնասիրել։ Ինչի մասն է խոսքը։ Տայքի հուշարձանները, քաղաքեդոնական հուշարձանների ամբողջ համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ն գրանցել է որպես վրացական մշակութային ժառանգություն։ Ինչ է անում մշակույթի նախարարությունը։ Սա հանցագործություն չի։ Գինեգործությունը եւ մեղվաբուծությունը համարվում է վրացական տոհմիկ զբաղմունք։ Բնորան, ինչ է անում մշակույթի նախարարությունը։ Ոչինչ չի անում։ Համեցեք։ Ուրեմն ես շատ համեցեք, պարոն Հարությունյան։ Բարեկամներ, ես անկեղծ ասած միտք չունեի խոսելու, բայց կամա թե ակամա ուզում եմ մի հարց բարձրացնել։ Այդքան միամիտ չունենք։ Աշխարհում այսօր ոչ հենց այնպես որևէ մեկին մի բան են թույլ տալիս։ Եվ այդ մեկն էլ, եթե աղավաղում է, հենց այնպես չի աղավաղում։ Եկեք պարզ խոստովանենք, ի վերջո ադրբեջանցիները քնած չեն։ Եվ այդ ամերիկյան կազմակերպության նրանք հանգիստ կարող են գնել իրենց բոլոր աշխատողներով։ Եվ որից հետո մեզ մատուցեն այս բոլորը։ Մենք հայերը զարմանալի ժողովուրդ ենք։ Մի 5 քայլենքով նայելու հատկություն չունենք։ Մենք եթե ուզում ենք, որ մեր գործերը հաջող գնան, մենք պիտի կարողանանք ոչ թե 5 այլ 15 քայլ առաջ նայել եւ որոշակի քաղաքականությամբ։ Եվ անկեղծորեն ասեմ, երբ որ ես նայում եմ ընդհանուր քաղաքականությանը, երբ որ Վրաստանում եւ Ադրբեջանում պետական քաղաքականության մակարդակի վրա է բարձրացված քարոզչությունը, ըստ որում այդ քարոզչությունը տարվում է անկախ նրանից գիտական է, գիտական չի, բոլոր տեսակետներից հակամարտկային է, թե չէ ոչ մի նշանակություն չունի, մեզ մոտ կարծես դա ոչ մեկին չի հետաքրքրում։ Ժամանակն է, որպեսզի մեր հանրապետությունում ստեղծվի որոշակի կենտրոն, որը իր ձեռքը վերցնի այդ խնդիրը եւ հանդես գա ոչ թե երբեմն պատասխանողի դերում, այլ նախաձեռնողի եւ որպեսզի ստիպի դիմացին ինքը պատասխան տաս իր ասացի համար։ Մենք այսօր դեռևս այդ բանը չենք կատարում։ Եվ վերջապես, կերներ, ով է այդ Կոմոսը, ինչ է դրան թույլ տվել։ Վերջին հաշվով տվել է մշակույթի նախարարությունը, եկեք խոստովանենք։ Բայց մշակույթի նախարարություն թույլ տալի դեպքում որևէ պահանջ չի դնում այդ կազմակերպության առաջ։ Որից հետո, բայց ինքը մի հատ իր սեփական փորձաքննությամբ չի անցկացնում,
որ ասում եք նախարարությունը մեղք չունի։ Ունի նախարարությունը մեղք։ Ես էլ ասում եմ, ունի նախարարություն եւ մեծ մեղք ունի։ Եվ այդ բոլոր դեպքերում ասեմ ձեզ, մի շաբաթ առաջ հանել եմ։ Մենք եղել ենք տարի ու կես առաջ, ուրեմն տարի ու կես է պահանջվում, որպեսզի իմանան նաև կարող է հեռուստատեսային հաղորդում լինի, որպեսզի դրա համար մեկ շաբաթ առաջ գնան հանեն։ Մենք ասեմ ձեզ, զարմանալի, գերզարմանալի ժողովուրդ ենք։ Այսօր ադրբեջանական պատմագիտության մեջ, որ աշխատությունը բացանեք տողատակը զանգվածային հայեղինակները։ Էլ այդ աղմանքի հետ կապված ինչ հիմարություն ժամանակին մեր հայագետները թույլ են տվել, այսօր ամենաբարձր մակարդակով ճակատների մեջ օգտագործում են մեր ադրբեջանական գործընկերները։ Այնպես որ եկեք մտածենք այս մասին։ Օրինակի համար ես ասեմ, 2010 թվականի ապրիլին որոշվեց ստեղծել հանձնաժողով, որը զբաղվի հայագիտության հայեցակարգով։ Տարածյորեն երևի մոտավորապես ապրիլ ամսին ինչ որ հաստատվեց, որտեղ ինչպես մանրամասներ չեմ կարող ասել, չեմ մասնակցել, եւ մեկ էլ ուրեմն նույնիսկ եղավ տարածել 1-2 օր առաջ, եւ եթե այս տեմպերով, այս եղանակով մենք փորձենք հայագիտությանը առաջ մղել, գերակայություն հայտարարել, հավատացում եմ ձեզ տասնյակ տարիներ կանցնեն հայագիտությունը իր տեղում կդոփի։ Եկեք իրոք, հենց ոչ միայն հայագիտության, այլ ընդհանրապես այսպես կոչված քաղաքական հայագիտություն կասենք, թե քարոզչական հայագիտություն կասենք, դրա ետևում պիտի կանգնի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների կառավարությունները, որպեսզի գործը տեղից շարժվի։ Մի մարդ ինչ կարող անել, մի մարդը լավագույն դեպքում կարող է տարվա մեջ ասենք 4-5 հոդված գրել, բայց հավատացնում եմ ձեզ, այսօրվա այն ծովի մեջ, որ ադրբեջանական կառավարությունը աչ ու ձախ գրագետ, թե կիսագրագետ, թե անգրագետ, բոլորին ֆինանսավորում է պետական պատվեր է տալիս, այս արեք, այն արեք, սա ընդհանրապես կաթիլ է ծովի մեջ։ Մենք, եթե ուզում ենք այս գործում հաջողություն ունենալ, պետք է պետական հովանավորություն ունենանք եւ հայագիտության եւ մասնավորապես այդ քարոզչական քաղաքականության նկատմամբ։ Շնորհակալություն։ Իրենք ես մի բան եմ ավելացնել։ Հոյակապ ելույթ էր, հիացած եմ, ուրեմն մի բան եմ ուզում ավելացնել։ Երբ մենք ասում ենք նախարարությունը մեղավոր է կամ մեղավոր չէ, նախարարությունը մի քանի 100 մարդ է, ով կոնկրետ այնտեղի պահակ օրինակ մեղավոր չի հաստատում։ Եվ այլն, ով կոնկրետ նախարարությունում է մեղավոր, դա պետք է պարզել։ Ով է նշանակել Աշոտ Ավագյանին Քարանուկի հուշարձանի տնօրեն, ով կոնկրետ ում ստորագրությունն է դրա տակ դրված, այդ մարդուն պետք է բռնել եւ պատասխանատվության հրավիրել։ Այսքանը։ Ես լրացնում եմ պարոն Հարությունյանի միտքը, որ հայագիտության համար հայեցակարգ մշակելու համար 10 թվականին, նույնն այդ 11 թվականին Պաշտպանության նախարարության գիտաժողովում խնդիրը դրվեց, ես նույնպես ելույթ եմ ունեցել, ասի եթե պետական աջակցություն չլինի, իմացեք, որ ոչինչ չլինի, եւ այդպես էլ եղավ, ոչինչ էլ չարվեց։ Ես հարցազրույց տվել, ասել եմ, գիտաժողովի բացման օրը մեկի ելույթի վերաբերյալ ինձ համար այդ գիտաժողովը արդեն վերջացված էր, դեռ չսկսված։ Այսպես է, ցավոք սրտի մեր իշխանությունները, պատկան մարմինները իրենց դերի մեջ չեն։ Մեր հայագետները, մասնավորապես հայագիտության բնագավառի գիտաշխատողները միայնակ են գործում։ Եթե նրանք էլ չգործեն, իրոք հայագիտությունը պետք է ասել կործանված գիտություն է այսօր Հայաստանում։ Որովհետև գիտնականի ասածին ոչ որ բանի տեղ չի դնում, դիտողությունների սանում չի դնում, ժամանակ ես գործնում, ներկայացնում ես առաջարկությունները, ոչ մեկը բանի տեղ չի դնում, եւ այլ։ Մարդիկ հաստատվում են։ Ես իմ հրապարակական խոսական հոդվածներից մեկում գրել եմ, Հայաստանում մտավորականությունը գլխատված է, մի մասը մշտապես այսպես ասած իշխանամետ է եղել բոլոր իշխանությունների հետ, մի մասը պայքարող է եղել զանատել չի ասել, մի մասը պասիվ հայցողական դիրքորոշում ունի։ Եվ այսպես մենք չենք կարողանում մեր առջև ծառացած համազգային խնդիրները, ազգային խնդիրը, պետական խնդիրները լուծել, որովհետև ասում որ կրկնեմ, մեր չինովնիկական պետական ապարատի, չգիտեմ, գիտության բնագավառի շատ օջախներ ղեկավարում են ոչ կոմպետենտ անձնավորություններ եւ քայքայում են նույնը հուշարձանների պահպանության բնագավառը քայքայվեց նոր խորհրդանի իշխանության փլուզումից հետո կապույց կար
հստակ, չգիտեմ նախագծող ճարտարապետներով եւ այլն, նախարարներին խորհրդին առընթեր գլխավոր հուշարձանների պահպանության վարչություն գոյություններ, ստատուսը իջավ, դարձավ մշակույթի նախարարության ենթակա, հետո դա կրճատվեց, դարձավ գործակալություն, ենթակա ինստիտուտները, ճարտարապետները սրվեցին, լուծարվեցին, հիմա մեր հուշարձանները վերանորոգում են, չգիտեմ պատահական, այսպես ասած, բան ունեցող անձնավորություններ եւ այլն։ Դե հիմա չգիտեմ, այո, լավ է, ոնց որ հիմա մեր վարչապետն ասում խայտարակություն, նախագահները ասում խայտարակություն, մենք էլ պետք է բոլոր բնակավարները խայտարակություն։ Այս զանգը ով պետք է կախի։ Այ հիմա այդ զանգը կախելու համար է պարոն Այվազյան եւ հարգելի հյուրեր, ուրեմն տեղեկացնենք, որ քայլերը կատարվել են հստակ, այսինքն ում մենք պետք է դիմենք, գոնե թե ես որպես քաղաքացի, ուրեմն մշակույթի նախարարությանը, որովհետև ինտերնետից ենք տեղեկացել, որ ԱՄԱՊ եւ մշակույթի նախարարություն։ Հետո մշակույթի նախարարը ինքը մեր ներկայությամբ ասաց պայմանագիրը, այսինքն հանձնարարեց հրամանը փոխ նախարարին, ներկա են 2 պրոֆեսոր եւ 1 լրագրող եւ ես պայմանագիրը դադարեցնում ենք ԱՄԱՊ-ի հետ, ֆինանսավորումը կասեցնում ենք, կանչում ենք պատասխանատվության եւ հատուկ շեշտեց, որ տիկին Մարինե ձեզ է կհրավիրենք, որ իրենք պետք է պատասխան տան, ինչպես թե Ադրբեջանի թագավորություն կամ այլ կեղծիքների մասին եւ ցուցատախտակները փոխել։ Դրա փաստաթուղթը փետրվարի 22-ի դրությամբ, որպես հաստատում, մշակույթի նախարարը ուղարկել է, հասցեագրել է ինձ։ Այսինքն, որ մենք եղել ենք եւ մշակույթի նախարարը ինքը ասաց, որ հանձնարարեց Արևիկ Սամուելյանին, ասելով լսի ուրեմն ինչ ես անում, արագորեն պայմանագիրը դադարեցրու, ֆինանսավորումը կասեցրու, կանչել պատասխաննշել եւ ֆինանսավորում էլ ասեց, որովհետեւ չէ, ասաց, որովհետեւ զարմացանք, որ հա, ինչեւէ եւ ցուցատախտակները փոխել։ Հա, հիմա մենք հասկացանք, որ հավանաբար մշակույթի նախարարությունն էլ է ֆինանսավորել բացի Վիվասելից։ Նախարարությունը չի ֆինանսավորում։ Դատարեցնել տալ ֆինանսավորում։ Այո, հիմա սա է բյուջեից, որ նրանք ասեցի, դիմել են, որպեսզի ֆինանսավորումը ստանան, խոսքը սերունդին դրա մասին են։ Եվ իրոք դա դատարեցվել է, չի արվել։ Մշակույթի նախարարության ներկայացմամբ կառավարությունը չի ֆինանսավորել։ Ես գիտեմ, պարոն Այվազյան, ինչ ձեր հոգացավությունը, վաղուց եւ այդ դուք էլ ուրեմն ընդվզել եք այս կեղծիքների դեմ, եւ այժմ ես խնդրում եմ, այստեղ նստած են մասնային, ինչ եզրակացություն ենք անում։ Մեր կազմակերպությունը, հայմիկ համահայկական մեր սփյուռքաբնակ հայրենակիցների հետ համատեղ, մենք գրելու ենք մեր եզրակացությունը, հաշվի առնելով բոլորի ելույթները եւ տեղեկացնելու ենք մեր պետության նախագահին, որ այս էլ 3 տարի այստեղ փառահեղ իշխել է ադրբեջանական թագավորություն, ղոշուն դաշեր եւ այլն, եւ պնդում ենք, որ իսկապես ովքեր այս կեղծիքը թույլ են տվել, կանչեն պատասխանատվության։ Ես կուզենայի այս առումով ձեր տեսակետը եթե կիսում եք, մենք այս եզրակացությունը անելու ենք եւ համեցեք պարոն Պապյան։ Ես պարզապես մի հարց, մենք այստեղ նախարարության աննշանակով, մենք ունենք անվտանգության խորհուրդ։ Անվտանգ խորհուրդը իր պարտականությունների մեջ է մտնում նաև քարոզչական անվտանգությունը։ Նրա անունը չշոշափվեց։ Դա մի հսկայական կառույց է, որի բյուջեն ակադեմիայի բյուջեից մեծ է։ Հիմա նաև նրանց պիտի դիմել եւ նրանց ասենք ինչ են անում, եթե չեն անում ոչինչ, թող այդ փողերը տան գոնե գիտնականները կանեն։ Այնտեղ բաժիններ կան, գեներալներ կան, չգիտեմ, մարդիկ կան, որոնք ամեն մեկը մի ինստիտուտի չափ աշխատավարձ է ստանում։ Թող բանն էլ քարոզչական անվտանգության խնդիր կա, իրենց ուղակի պարտավորությունն է, ոչ այնքան։ Այստեղ նախարարության մեղքն է, որ վատ է վերահսկել, բայց այդ նախարարության գործունեությունը պիտի վերահսկի արդեն անվտանգության տեսակետից այդ խորհուրդը, փորձենք նրանց հետ վերահսկել, նրանց բանը։ Ես պարոն Պապյանի ներողություն, պարոն Պապյանի լրացնեմ մի բան, ընդհանրապես վերջերս կարծեմ մի քանի ամիս առաջ, եթե հիշում եք, հենց այդ անվտանգության մարմինների ներկայացմամբ մեր վերնիսաժում մի տղա, որը Ասալայի մասին Ադրբեջանում գիրքեր հրատարակվել, քանի օրինակ վերել եւ վաճառել, նրան բռնեցին եւ դատեցին։
որ ասենք այսպիսի բաներ տարածում վայնության մեջ։ Ես անվտանգության ծառայությունն եմ նկատում, ես խորհուրդն եմ նկատում։ Խորհուրդը թեկուզ ծառայությունն է, թեկուզ ծառայությունն է, որ ավելի լայն կառույց է եւ ավելի լավ թողին նրանք են ինստիտուտ։ Ես ուզում եմ ասել, որ ես ներողություն, այսքան մամուլում հոդվածներ են եղել։ Ես մի շարք անգամ հերոստա ընկերություններով այս խնդիրը բարձրացրել եմ մամուլով, վերջերս էլ այս բոլոր փորձագիտական եզրակացությունները մի ամիս, երկու ամիս առաջ լույս տեսած իմ հոդվածների ժողովածում եմ, մեզ պետք է մտքի զորավարներ, այդտեղ տեղադրված է։ Ոչ ոք չի կարդում, ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Հետո ինչպես պետք է դա արվի։ Ես անվտանգության ծառայություն դիմել եմ նաև մի հանրագիտարանի գրքի մասին, որ այստեղ 10,000 դրամով վաճառվում է, սա տպված է Անգլիայում, թարգմանված էր Մոսկվայում եւ այդ հանրագիտարանի Հայաստանի մասին բաժնում գրված է, որ Հայաստանի պետական լեզուն է ադրբեջաներենը եւ հայերենը, կրոնը Ալլահը եւ քրիստոնեություն եւ դրամը մանաթը եւ դրամը։ Եվ երբ որ ներկայացրեցի ես անվտանգության ծառայություն, նրանք ինձ հարցրեցին, թե որտեղից ձեզ այս գիրքը, ես էլ իրենց ասացի, որ այս անգամ հարցերը տալիս եմ ես, ինչպես է այդ հանրագիտարանը մուտք գործել Հայաստան եւ մեր գրախանութներում վաճառվում է 10,000 դրամով։ Շատ մեղմ եք ասում, դա Անգլիայում տպագրվածի մասին է։ Հայաստանի Հանրապետությունում 2 տարի առաջ լույս է տեսել հայադարան 2 ծավալուն մեծ հատորներով Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, բոլոր նախարարների, քաղաքապետների, համայնքապետերի ողջունի խոսքերով տպագրվել է երկրորդ հատորը, պետք է ասել, որտեղ առնչություն կա մեր մշակույթի հուշարձաններն են ներկայացնում, ես գրախոսական եմ հրատարակել եւ պետք է ասեմ, որ հայերեն լեզվով հայադյաց, հակահայկական, հակագիտական այդպիսի գրականություն լույս չի տեսել։ Մենք ենք հրատարակել, մենք ենք աղավաղում մեր մշակույթը։ Եվ իզուր Ադրբեջանի մյուսներին մեղադրում են։ Այո, նրանք հստակ ծրագիր են իրականացնում։ Նրանց հասկանալի է, բայց մեր այսպիսի ափեղ, սփեղ, տեղից վերղերողը գիրք է հրատարակում, մեկնաբանություններ է տալիս, աղավաղում է մեր մշակույթը, պատմությունը։ Եվ իրոք պետք է ասել, այստեղ կրկնեմ քիչ առաջ ասած խոսքերս խայտարակություն։ Այս խայտարակության վերջը մեր ժողովրդի մեջ, մեր մտավորականության մեջ երբ պետք է վերացնել։ Ես կուզենամ մի ուրեմն դատողություն ասել, ներեցեք, որ անընդհատ միջամտում եմ, բայց պետք է ասել։ Կարիք չկա ասել մենք ենք անում։ Ես չեմ անում, դուք չեք անում։ Անում է նա, ինչ որ մի երրորդը, շպիոնը, թշնամին, թշնամու ներկայացուցիչը մեր մեջ, մենք չենք անում։ Խնդրում եմ այդ բանը չասել, երբեք ոչ մի տեղ։ Համեցեք, պարոն Նահատակյան։ Նորից պետք է կրկնել, պարզապես հարցի կարևորությունները, որպեսզի շատ բան մենք կանխենք, պետք է ունենանք ռազմավարական, կոնցեպտուալ, խումբ ասեն, խորհուրդ ասեն, ուղեղային կենտրոն, բայց դասական, ամենաիսկական ուղեղային կենտրոն, որոնք գործում են Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում եւ ամենուր, գործում են մեր դեմ, նաեւ մեր դեմ։ Հետևաբար դա կկանխի ամեն ինչ։ Դա պետք է համալրված լինի լուրջ մարդկանցով։ Լիճշտվեն այդ մարդկանց գիտելիքները, ազգային աշխարհայացքը եւ այլն, ազգային ծագումը։ Այդ նպատակներն մենք համեցեք, պարոն Ես այնայնի մի առաջարկ եմ ուզում։ Շատ լավ է, հերոստատեսային հաղորդում ողջունում եմ, սփյուռքի հետ միասին։ Բայց եթե ուզում եք իմանալ, որ այս հարցը կարող է հնչեղություն ձեռք բերել, դրա համար թող ակումբը դիմի եւ հերոստատեսային ժամ խնդրի եւ այս հարցերը բարձրացվեն հերոստատեսության հանրապետության ամբողջ հասարակությունը ի վերջո իմանա ինչի մասին է խոսքը գնում։ Մենք այստեղ դուրս է գալիս, խոսում ենք իրար մեջ, հարցը փակվում է, վերջանում է։ Հարցը պիտի հասարակական հնչեղություն ձեռք բերի։ Եվ քանի դա Հայաստանի Հանրապետության հերոստատեսության չի գնացել, հարցը այդ հնչեղությունը ձեռք չի բերի։ Անպայման կընդունենք այդ առաջարկը, այո, համեցեք։ Ես պարզապես լրացնում եմ միտքը եւ նախորդ միտքը, որ մեղավորը երրորդ մարդն է։ Ճիշտ է, մեղավորը երրորդ մարդն է, որը իրականացնում է մեզ, բայց դա մեզ չի ազատում մեղքից իրացումից։ Մեր մեղավորությունը նրանումն է, որ մենք անտարբեր չպիտի լինենք այդ մեղավորների նկատմամբ։ Այդ մեր անտարբերությունը մեր մեղքն է։ Այսօր մենք հավաքել ենք, որպես այդ անտարբերությունը մեղնենք։ Ինչ որ ձև
Բոլոր ելույթների մեջ կոնստրուկտիվ առաջարկություններ կա, մտահոգություն կա, ոչ ոք չի ժխտում խնդիրը։ Ոչ մեկը չի ժխտում, ոչ մեկը, եւ բոլորը մտահոգված են, բայց մտահոգվելն է քիչ։ Մտահոգվելուց հետո պետք է մտածել դե որ քայլը պետք է անես, որ չես անում։ Եվ քայլերից ամենակարևորը տվյալ պարագայում էլ է գալիս եմ հետևյալին։ Այ օրինակ բերվեց, որ արտասահմանի ցանկացած քաղաքակիրթ երկրում իր բակի մեջ երկու հատ քար իրար վրա չի կարող դնել, հակառակ պարագայում եթե փորձի դա անել, ինքը գահետնվի բանտում։ Բարի բուն իմաստով գահետնվի բանտում։ Մեր մոտ գիշերը մենք կարող ենք քնենք, առավոտ վեր կանանք, բահը վերցնենք, ցեխը շահենք, քարը քարը դնենք եւ մի հատ ապօրինի կառույց սարքենք, որը ազգային ժողովը հաջորդ իր նիստում կորինակացնի։ Այդ դա է մեր իրականությունը։ Այսինքն մենք օրինապաշտություն չունենք, մենք պետականության զգացմունք, գիտակցություն չունենք, մենք բոլորս։ Իսկ որ պարագայում առաջանում պետականության զգացմունքը, դա օրենքի գերակայության պարագայում առաջանում։ Օրենքի գերակայությունից է, որ մարդ զգուշանում է սխալ քայլ չանելուց։ Եթե այդ օրենքի գերակայությունը չկա, ուրեմն սխալները հետևել են իրար հետևից։ Տվյալ պարագայում մեր մոտ պակասը օրենսդրական դաշտը տվյալ պարագայում հուշարձանների պահպանության գործով։ Ես մի օրինակ բերեմ։ Մենք ունենք հազարավոր հուշարձաններ, այդ թվում պետական պահպանության տակ վերցված, ցուցակում վերցված, որի նույնիսկ մի մասն էլ պետությունն է սեփականատերը։ Օրենքով ասում է, որ այդ բոլոր հուշարձանների պահպանման համար պետք է կնքել պարտավորություն, պահպանողական պարտավորություն։ Եղած մի բան չի, ընդհանուր մի քանի թերթ բանտի գրվի, որտեղ օգտագործողը պետք է իմանա, որ այս կարող է, այն կարող է, այն կարող է, այլ չի կարող։ Գումարի հարց չկա։ Վաճառքի ժամանակ է կամ հա, ինչ որ է պայմանագրել հուշարձանների պահպանության շահերից ելնելով։ Որևէ խնդիր չկա։ Ես մի քանի անգամ հարց եմ բարձրացրել նույն նախարարին, նույն Սամուելյանին, թե ինչն է պատճառը, որ լավ մասնավորին դուք գումար չունեք, որպեսզի գնաք նստեք, մասնավոր տունը, մասնավոր սեփականությունը արձանագրեք, խնդիր ունեք, բայց գոնե պետական գույքի վերաբերյալ ինչ չեք գրել։ Ինչու կառավարական առաջին, երկրորդ շենքերը չունեն պարտավորություն պահպանողական։ Ինչու։ Եվ ես վաղը վաճառքի հանվելու համար երկրորդ շենքը, որպեսզի հյուրանոց դարձնեն։ Որ օրենքով, պետք է սպասենք մինչև փաստը լինի, նոր հավաքենք, սկսենք խոսալ, տնչի դա եղավ։ Այլ պետք է օրենսդրական դաշտը կատարելագործելու պատժի խստությունը մեծացնելու նպատակով։ Այդ մենք վախենում ենք պատիժը, մենք արտասահմանը այդ կարգի պատիժի համար կալանք հասնում։ Այստեղ ընդամենը հազարապատիկ փոքր աշխատավարձ 10 անգամ ես կվճարեմ, 10 անգամ վճարեց շուկայի քանդողը եւ ինչի հասանք։ Հուշարձանը շուկայում մենք մինչև այսօր ուրեմն ողորմել վիճակում հայտնվել։ Ես էլ ուղղակի կուզեի ասել, որ մենք կենտրոնների բանի մասին ենք խոսում, բայց նախարարությունները դա տվյալ բնակավարի կենտրոնն է, որ իրենք պատասխանատվություն պետք է կրի իրենք գործունեության համար։ Սա ամենակարևորն է, այլ կերպ նա իրեն վրայից կգցի նաև այդ պարտականությունների պատասխանատվությունը եւ կենտրոնը, որ պետք է զբաղվի ուսումնական, թող նա ներգրավի իրեն նախարարության մեջ այդ կենտրոնին եւ նախարարությունը կատարի իրեն վրա տրված ֆունկցիաները։ Դա այն կենտրոններն են պետական, որ պարտավոր են կատարել իրենց վրա դրած պարտականությունները։ Ես մեր Սփյուռքի հայրենակիցների համար ասեմ, որ վերջի բանախոսներն են ճարտարապետներ, դոկտոր պրոֆեսորներ Գուրգեն Մուշեղյան եւ Սաշուր Գալաշյան։ Այո, այլ կարծիքներ։ Ես շատ ներողություն, միայն կուզենայի ասել ուրիշ ոչ մի բան պետք չի հասկանալու համար մեր իրականությունը։ Քաղաքով քայլեք եւ տեսեք յուրաքանչյուր գեղեցիկ շենքի վրա ծլում են ուրեմն բնակարաններ, որոնք ոչ մի տեսակետից այդ ճարտարապետության հետ կապ չունեն։ Եվ սկսես մտածել ի վերջո ով է թույլ տալիս։ Եվ այդ թույլ տվողը ոչ մի պատասխանատվություն չի կրում դրա համար։ Այսինքն, եթե մենք չենք կարողանում օրենքի գերակայություն ապահովել բոլորի նկատմամբ, ամեն ինչ հնարավոր է։ Եվ ես մեր խոսակցները գրոշի արժեք չեն ունենա, եթե հարցադրումները չեն գնալու այսօր։ Շնորհակալություն։ Ես ուղղակի ասեմ, որ հստակ միայն հասկանում եմ մի բան,
որ մենք դիմել ենք մշակույթի նախարարին եւ այսօր էլ իրեն հրավիրել ենք, որ իրենց շահերից էր բխում այսօր այստեղ ներկա լինելը եւ նախարարի կողմից հրաման արձանագրվեց, ինչ պետք է անի եւ հրաման կատարողը տվյալ դեպքում փոխնախարար Արևիկ Սամոյլյանն էր։ Վերջ, ուրեմն դիմում ենք բնականաբար իրեն։ Հիմա մնացածը արդեն հեռուստատեսությամբ եւ մենք մեր եզրակացությունները կգրենք, կտեղեկացնենք մեր նախագահին, որ այստեղ ուրեմն Ադրբեջանի թագավորություն կա, ըստ այդմ հետևողական կլինի մեր ակումբը ձեր աջակցությամբ, թե ինչ ընթացք տեղի կունենա, ինչու 3 տարի այստեղ թույլ է տրվել նման ապատեղեկատվություն։ Սա է մեր կարծիքը։ Շնորհակալություն բոլորիդ մասնակցության համար եւ սպասում ենք ձեր առաջարկներին, հենց սրա համար էլ հնարավորություն է տվել Հայմիկ համահայկական մասնագիտական հեռուստաակումբը, որ ամեն մի հարց այսպես յուվելիր քննարկման պետք է ենթարկենք եւ ուղղորդենք մեր ձայնը այն մարդկանց, ովքեր պատասխանատու են եւ եթե ունեն սխալներ, նրանք պետք է իսկապես պատժվեն։ Այո, համեցեք։ Ես չէի պատրաստվում ելույթ ունենալ։ Ներկայացեք խնդրում եմ։ Մարտին Թադևոսյան իրավաբան։ Նկատի ունենալով որ խիստ մասնագիտական էր եւ պատվարժան մարդիկ իրենց բարձր մագարտագով ցույց տվեցին։ Ուղղակի գերակայության մասին որ խոսք եղավ օրենքի, ես կցանկանայի, որպեսզի ձեզ այսպես ուղեցույց որպես մի երկու խոսք ասեմ։ Ընդհանրապես 3 սուբյեկտներ կան։ Առաջինը դա նախարարությունն է, որ կազմակերպել է միջոցառումը, երկրորդը հովանավորներն են, 3-ը են փոքրիկ Յովասելի հետ, եւ երրորդ որ կատարողն է։ Կապալարոյի նման մեր հարկարժան ներկայացուցիչը ասեց, որ հսկողություն պետք է իրականացվի եւ իրենց մեղքը նրանումն է, որ անտարբեր են եղել։ Քրեական օրենսդրության մեջ կա մեղքի 2 ձև՝ անզգուշություն եւ թիլավորություն։ Այստեղ եղել է հանցավոր անտարբերություն։ Իսկ հանցավոր է կոչում այն ժամանակ, երբ որ հետևանքը շատ ծանր է, մարդկային զոհեր եւ այլն։ Բայց այստեղ ինձ թվում է պետք է խոսենք մենք բարոյականության մասին, ազգի, մեր պատմության, մեր թասիբի, մեր անվտանգության, մեր ապագայի մասին։ Դրա համար քրեական տեսադաշտը թողնում ենք եւ մենք տեղափոխում ենք քաղաքացիական ոլորտ։ Քաղաքացիական ոլորտում հետեւյալն է, որովհետեւ մենք օրենսգրքի մեջ 398 հոդվածների մեջ ընդամենը 2 օրենքներ ունենք, հոդվածներ, որոնք հուշարձանները եւ այլն եթե քանդում են վնաս են հասնում եւ այլն։ Մենք դերևս չունենք այդ հոդվածը, իսկ մոնոլոգիայի ինստիտուտը չի գործում, կատեգորիկ արգելում է։ Դրա համար մենք մեր պայքարը պետք է ուղղենք քաղաքացիական դաշտով։ Այսինքն գնալ բանակցությունների, որովհետեւ անմիջապես այդ սխալը ուղղվի եւ այլն։ Իսկ եթե հանգած չեք ուղղի, որոնք քաղաքացիություն են դադարան, որովհետեւ ստիպեն, որովհետեւ դա այդպես է օրենքը, ստիպեն անմիջապես քանդելու, ճիշտը գրելու եւ այնտեղ արդեն դադարանը ինքը որոշի ում հաշվին պետք է կատարվի։ Այս կողմը շնորհակալ։ 3 տարի դա գործել է այդպիսի ինֆորմացիա, զբոսաշրջիկները տարել են իրենց հետ Հայաստանից ադրբեջանական կառավարության։ Ես բան չունեմ ասելու, սա բարոյական արժեք է, բայց քրեական օրենսգիրքը իր մեջ չունի նման հոդված։ Կարող է 13 տարի մնալ։ Պղծման մասին օրենք կա, պղծման մասին կա, իհարկե կա։ Բայց հիմա մենք նայենք քրեական օրենսդրության մեջ եթե նախաքննական հետ կապող հարց է սա, բարոյականով միայն բանաները։ Չէ, պետական իշխանության, բայց մենք պետք է օրենքը ունենանք։ Հասկանում ենք, հարկագինը որպես իրավական ասեմ ձեզ հարցական Այսինքն սա անցավ, մեր գնացքը գնաց, բայց սա որպես նախադեպ մեզ պետք է հիմք ծառայի, որովհետեւ դեպուտատներից որևէ մեկը կամ կառավարությունը, որովհետեւ նույնիսկ պրեզիդենտը իրավունք ունի օրենսդրական նախաձեռնություն բերելու։ Մի հատ մեր գիտեցած ակտիվ այսպես դեպուտատներից մեկին կարելի ասել նախաձեռնություն ցուցաբերի եւ ինձ թվում է միաձայն ստեղ արդեն ոչ կուսակցության ոչ բանի հարց կընդունվի այդ օրենքը։ Ապատեղեկատվությունն է պետական այստեղ քարոզվում, առաջ թռուցիկների համար ինչ էին անում, բանտ էին նստացնում,
Սա էլ կարելի է փոխաբերական իմաստով ասել քրծիկ է ադրբեջանական։ Ես ուզեցի ձեզ օգնել, որ օրենքը էս ուզում եք ես ավելի շատ օրենքը դա է, մեր հաջորդ հավնիկանը դեպուտատ Այդ դեպուտատը մեր գործը Նահատակյան ազգային խորհրդից է, ազգային ժողովի աշխատակից է և ինքը հանց կառնի, որ նաև դեպուտատ մասնակցի։ Այսպես շնորհակալություն բոլոր մասնակիցներին, դուք կարծիք ունեք համեցեք։ Գիտությունների դոկտոր պրոֆեսոր, բժիշկ։ Իհարկե շատ ներողություն, բայց շնորհակալություն հայտնելու ժամանակը չի, դեռևս ոչինչ չենք որոշել։ Ես շնորհակալություն մասնակցության համար ասացի, իհարկե ոչ։ Կարծում եմ, միգուցե իմ տեսակետը շատ ավելի կոշտ ու կոպիտ կհնչի, բայց վերջը տեղի ունեցել հանցագործություն, թեկուզ եւ բարոյական, ինչպես մեր հարգարժան Իրավաբանը նշեց, ամեն դեպքում կա անձ, որը պատասխանատու է եղել մեր մշակույթի, մեր մշակութային ժառանգության պահպանման համար, որը թերացել է իր աշխատանքում, մեր մասենք թերացել է։ Կարծում եմ անպայման այդ անձը պետք է պատժվի։ Էլի շատ ենք խոսում քարոզչության, ապաքարոզչության, մեր ներսում, որպեսզի մենք բացառենք հետագայում նման քայլերը, անպայման պիտի պատիժ լինի։ Հակառակ դեպքում անդադ նման երևույթներ կլինեն ու անդադ փորձել ենք ինչ-ինչ ճանապարհներով հակազդել դրանք։ Անպայման հետամուտ կլինի։ Կարծում եմ հայ միտք ակումբը, չգիտեմ, նախագահին, թե կառավարություն, նամակ պետք է հղի, որպեսզի ընդունեն այդ անձնավորության հրաժարականը։ Հետո կդատեն, ինչ կանեն, այդպիսի փորձան արդեն սկսում ենք ունենալ նախկին նախարարների դատել։ Հետո թող որոշեն, այս պահին հրաժարականը պետք է ընդունեն։ Շնորհակալություն։ Այլ կարծիքներ ամփոփում ենք։ Համեցեք։ Ես կրկին, այո։ Ուրեմն անպայման մենք թե առաջի հանդիպումը, որ կայացել է Ռամիլ Սաֆարովի, գործարքի շուրջ մենք ներկայացնենք մեր եզրահանգումը եւ թե այս հուշարձանների հաշվի կառնվի բոլորիդ առաջարկները, նաեւ հեռուստատեսությամբ մենք հաղորդում կկազմակերպենք եւ հետո նախապես ձեզ հաջորդ բնագավառի խնդիրների մասին կտեղեկացնենք։ Շնորհակալ եմ մասնակցության համար։ Շնորհակալ եմ նաեւ սփյուռքաբնակ մեր հայրենակիցներին։ Առայժմ